քարտեզ բաժանում, Չէ, ես քարտեզ չեմ բաժանում։ Ինչի՞ չէ, բայց։ Դուք չեք բաժանում։ Չէ, ես քարտեզ չեմ։ Այսօր նաև գինի օրերն են, կարող է այստեղից հետո գնանք նաև այդտեղ։ Կարող է այստեղից հետո գնանք մասնակցենք գինի օրերին, կարող է վաղը գնանք մասնակցենք, կարող է ընտրությունների օրը գնանք քվեարկենք, դրանից հետո գնանք մասնակցենք գինի օրերին։ Վստահ եք, որ հաղթելու եք։ Կերուխուման եք կոպիտ ասած։ Նախ ես վաղուց ունեմ այդ վստահությունը, որ հաղթելու ենք։ Ինչի վրա է։ Դե ժողովրդի հետ շփման արդյունքում ունեմ այդ վստահությունը։ Ժողովրդի հետ ամենօրյա շփման արդյունքում, ոչ թե հանրահավաքից կամ հանրահավաքից հանրահավաք կամ քարոզարշավից քարոզարշավ, այլ ամենօրյա շփման արդյունքում։ Ամեն օր ես երբ որ մտնում եմ մթերային խանութ, իմիջիալոց շատ մեծ խանութներ եմ մտնում կամ փոքր խանութներ, ես հայտնի գործարանների խանութներ եք մտնում, որոնք հետ շատ լավ են։ Չի բացառում, նաև այդ խանութներից առևտուր անեմ, շփվում եմ այդ ժամանակ, այսինքն մարդկանց հայացքները եւ մարդկանց երբեմն մոտենում են խոսում են ինձ հետ, դրանից արդեն իմ մոտ ձևավորվել է այդ վստահությունը հաղթանակի նկատմամբ։ Մենք հիմա տեսնում ենք քաղաքացիների մեջ ավելի շատ մարզի բնակիչներ կան, քան Երևանի։ Ինչու երևանցիները ձեզ չեն վստահում, այ դեր շփումները Իսկ ո՞նց եք օրինակ մարդկանց որ նայում եք ո՞նց եք Խոսքից հասկանում եք, որ Հա, խոսքից շատ լավ մարզերից էլ կգան, մարդիկ եկել են լսեն հանրահավաքում հնչող ելույթներ, մարդիկ եկել են լսեն վարչապետի խոսքը, ամփոփիչ հանրահավաքի, այնպես որ բայց երևանցիներ էլ կան, վստահաբար կարող եմ ասել, որ երևանցիներ էլ կան, ու շատ են։ Որ վստահ եք ընտրություններում հաղթելու եք, չեք փոշմանել, որ չառաջադրվեցիք որպես պատգամավոր կգնայիք, էլ մի 5 Իսկ դա ինչ կապ ունի։ Որ վստահ եք հաղթելու եք։ Ես երբ որ չէի առաջադրում, այդ ժամանակ էլ էի վստահ, որ հաղթելու ենք ընտրություններում։ Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը 3-րդ ժամկետի դեմ դուրս եկավ իշխանություն ներսեց։ Հիմա դուք նկատի ունեմ իշխանությունը, էլի 3-րդ ժամկետին ուզում եք նստել իշխանության։ Արդյոք դուք ձեր հեղափոխական, այդ բուն սկզբունքին դեմ չեք գնում։ Բայց այն ժամանակ սահմանադրությունը թույլ չէր տալիս 3 ժամկետ, բարև ձեզ։ Այն ժամանակ սահմանադրությունը թույլ չէր տալիս, հիմա սահմանադրությունը թույլ է տալիս եւ քաղաքացիները պետք է որոշեն օրինակ Նիկոլ Փաշինյանը լավ, արդեն ամենից պարզ է, չէ՞։